Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ հյուրն է այսօր ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Կուզեմ անդրադարձ ունենանք 27 սեպտեմբեր 2020 թվական։ Մեր ժողովրդի համար բացվեց մի ցավալի էջ։ Սրա մասին կուզեմ խոսենք։ Նախ մեր խոնարհումը այդ տղաներին, ովքեր հայրենիքը պաշտպանելու զոհաբերեցին կյանքը, հազարավորները այդ պատերազմից հետո մարմնի տկարությամբ ամենօրյա կռիվ են տալիս ապրելու իրանց իրավունքը հաստատելու, համբերություն մեր մայրերին, քույրերին, կանանց, որոնք զավակ են կորցրել, եղբայր են կորցրել, ամուսին են կորցրել, մեր պատանիներին, երիտասարդներին, որոնք հայր են կորցրել, պատերազմում նաև կանայքին են զոհվել, մայր են կորցրել, իրենց համբերություն եւ ամենակարևորը, որ այդ իմաստը զրկված չի, որտեվ իրենց կիսատ թողը դեռ մեր ժողովրդի մեջ հազարավորներ, տասնյակ հազարավորներ շարունակողները կան, բայց մենք գնահատենք, որ այն ինչ որ այդ պարտությունը տեղի ունեցավ, պարտությունը միայն այդ 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով չէ, պարտությունը պատրաստել է։ Ես վերացական չէ, ես փաստերով կարող եմ ասել, որ մինչև 44-օրյան 18 թվականին մի անձի քաղաքական խմբակոչված կուսակցությունով եւ բերեցին իշխանության այդ պարտությունը պատրաստել էին։ Իսկ դա աշխարհական ուժային կենտրոններն էին, որոնք որ բերեցին իշխանության Փաշինյանին եւ կոնկրետ խնդիր կար Արցախը հանձնելու կռվով կամ առանց կռիվ։ Դա առանց կռիվ հանձնելը ով իշխանությունների համար գլխացավանք էր, այսինքն ինչպես ասում են, նրանք չէին մասում կռվով դե հանձնեին։ Մինչև 44-օրյան, իսկ 44-օրյայի հետ կապված հանձնաժողովներ են ստեղծվել, նաև ազգային ժողով, որոնք քննում են, քննիչ հանձնաժողովի կոչում։ Ես ասեմ մի քանի փաստերի մասին 44-օրյայի առաջ, որ ուղղակիորեն նախապատրաստեց պարտությունը, մեր դեմ պետական ինստիտուտներ էին աշխատում, ուղղակի Փաշինյանը կամակատարներ նրանց հանձնարարությունները տեղում կատարելու։ Եվ այսպես 18 թիվ մայիս ամիս, մայիս 8, երբ Փաշինյանը վերևեց իշխանություն։ Ուրեմն քանի որ Հայաստանի հետ այնիշ պիտի կատարվեր մի քանի փուլեր ուներ, փուլերից առաջին Արցախի հանձնումն էր, ուրեմն պիտի դրա համար նախադրյալներ, նախապայմաններ ստեղծվեին։ Ուրեմն առաջինը փակվեց 3 նախարարություն առանց հիմնավորման, իբր հաստիկների կրճատում բյուջեի գումարի խնայել, աբսուրդ։ Ընդ որում մենք պատերազմի մեջ ենք, ճակատամարտ ընդհանրապես առաջին մեծ ճակատամարտն են 90-ականներին հաղթել, բայց դա պատերազմ չէր ավարտվել։ Ակնհայտ է, որ հաջորդ բախումն էլ էր հաջորդ ճակատամարտը։ Էլի պատերազմը չի ավարտվել, ասեմ ձեզ։ Հիմա փակվում է պատերազմող երկրում գյուղ նախարարությունը, որը երկրի պայմանային անվտանգության թիմի պատասխանատու պետական ինստիտուտ է։ Նախարարությունը իր բոլոր ենթակառուցումներով։ Առաջին ազատամարտի ժամանակ անուրանալի դեր ունեցավ եւ Արցախի մեր ազատագրման հետ կապված տարբեր երկրներում, ուժային կենտրոններում հարցը արդարացիության, հարթության բարձրացնելու մեր սփյուռքը։ Այսինքն անուրանալի։ Ես դեռ մյուս օգնությունների մասին չեմ ասում, որի մասին սովորաբար չի բարձրացնում, բայց դա եւս եղել է։ Փակվեց սփյուռքի նախարարությունը։ Հիմա հայությունը որպես այդպեսին հավաքական միավոր, իհարկե, որի
պետական կազմավորումը Հայաստանի Հանրապետություն է, բայց աշխարհին հայտնի է մեր մշակույթով։ Մենք մշակութաստեղծ ազգ ենք, այսինքն քարոզչության համար, ճանաչելիության համար, հա, մեր պայքարի արդարության համար մեր մշակույթը շատ փակ դռներ բացող, ոստաբար այդպես է, եւ տարօրինակ փակվեց մշակույթի նախարարությունը։ Նախորդ իշխանությունները 2016-ի ապրիլյան քարոզիայից որպես հետևություններ գնահատեցին, որ հակառակորդի երկնքում ուներ առավելություն անօթաչու թռչող սարքերով եւ պետք է այդ անօթաչու թռչող սարքերին հակազդող կամ ոչնչացնող զինատեսակներ գնել։ Ռուսաստանն ուներ դա, ոստաբար, այդ բայրակթարների դեմ եւ նախորդ իշխանությունները կնքել էին պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ $300 միլիոն, որ պետք է Հայաստան բերվի ռադիոէլեկտրոնային պայքարի պանցիր եւ խոցող կրասուխա զինատեսակներ։ Փաշինյանը գալիս է պայմանագիրը չեղարկող։ Հետաքրքիր է, չէ՞։ Հիմնավորում չկա։ Պետական ռազմական ծախսերի վրա պետբյուջեից հատկացված գումարով գնում է շատ մեծ գումարով ինքնաթիռներ, այո, առաջարկած, բայց որոնք զինամթերք զենք չունեն, հրթիռներ չունեն, որոնք խոցեն։ Այսինքն մարտական խնդիրը ինքնաթիռը չի կարող կատարել։ Այսինքն բյուջեի ռազմական ծախսերի անարդյունավետ օգտագոց։ Ճիշտ է։ Հաջորդ փաստը վերա։ Ուրեմն մենք առաջին մեծ ճակատամարտում կամ ազատամարտում 90-ականներին ունենք մի առավելություն ադրբեջանցիների նկատմամբ 2-3, բայց ամենաառաջինը կարևորը մեր կրվողների մոտիվացիան շատ բարձր էր, այսինքն մենք պատրաստ ենք հրամանը կատարել կյանքի գնով, չնահանջել, զոհվել, բայց հրամանը կատարել, ադրբեջանցիները չունեին։ Մոտիվացիան գալիս է, հասկանալի է, որ դա մեր հայրենիքն է, իսկ մենք ազատագրում ենք, պաշտպանում ենք մեր տունը, առավելս որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան 20-րդ դարի սկզբին մեր նկատմամբ ուժի գործադրմամբ մեզ հայնազրկել են, մենք ունեցել ենք ցեղասպանություն, ջարդեր, ասենք Շուշիում, Բաքվում 1918-19-20 թվերին, հետո 88-89 թիվ Բաքու, Սումգայիթ, հա, Կիրովաբադ եւ այլն։ Մեր մոտիվացիան շատ բարձր է կռվելու պատրաստականությունը։ Հիմա ինչ է ասում Փաշինյանի զուգընկերը Աննա Հակոբյանը, ասում է մեր տղաները զոհվել են հանուն ոչինչի, սա պատահական չի։ Եվ դա արդեն պետական մակարդակով 18 թիվ քարոզչության համար հող է նախապատրաստում, որ զոհվել հայնիկը պաշտպանելը իմաստից զուր կա։ Ինչ ենք զոհում, երբ որ կարող եք ապրել, հա, կարևոր փաստ է։ Այսինքն զին ազդակազմի էականորեն ազդում են բարոյական վիճակի եւ մարտական ոգու վրա։ Հաջորդ փաստը է ասում։ Ուրեմն բանակում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր զինվորական իր մասնագիտությամբ ծառայի։ Այսինքն կրթությունը, փորձառությունը իր մասնագիտությամբ, զինվորական տասնյակ մասնագիտություններ կան։ Իսկ բանակի հրամանատարը, շտաբի պետը եւ այլն, դրանք բոլորը պարտադիր լինեն համազգային կրթությամբ, խոսեն օբշեվայսկավոր, որը բոլոր զորատեսակները կարողանում են կառավարել, ներդաշնակել, մարտական խնդիր գնել։ Եվ 18 թվականին սկսեցին կադրային ջարդ։ Բոլոր նրանք ում Քիմքին, Փաշինյանին առերևույթ հաճելի չէր, բայց ես կարծում եմ դա կանխամտածված է, սկսած Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունից։ Եվ այդպես կադրային ջարդ, որտեղ ոչ փորձառուները աշճանաբար բերվում են առաջին պլան, ես նշանակում բարձր պաշտոնների, հա, հետաքրքիր փաստեր են, չէ՞։ Հաջորդ մի փաստը բերեմ։ Պատերազմի ժամանակ մենք ունեինք 5 հրաձգային միացյալ եւ մոտորաձգային գնդեր, որոնք ունեին տարածք, այդ տարածքում կար հրամկազմ, սպաներ, ենթասպաներ, զենք, զինամթերք, եւ եթե պատերազմ է լինում, մեր զորակոչվող, պայստազորում գտնվող կրտսեր հրամանատարական կազմը, այսինքն սերժանտական կազմը եւ շարքայինները արդեն կցագրված այդ զորամասերին են գիտեին։ Այդ զորամասերին գնում էին ոլ հաստիքի վրա, որ ստորաբաժանումի ծառայություն անցկացնեն։ Հա, 5 վունդ դրանք այն ռեզերվային գնդերն էին, որ պատերազմի ժամանակ շատ արագ մեկ շաբաթում համալրվում էին։ Սպայակազմը, ենթասպայակազմ կազմը, զենք, զինափեր, ամեն ինչ կար, ընդհանրապես զորակոչ,
ընդ որում այդ զորակոչողնիկը եւս գիտեր, որտեղ եղել էր միջև զորավարություններ, են գիտեն որտեղ են կցագրված, ինչ անձնիկի վրա, անձնակազմին ծանոթանալ, մարտական խնդիր ստանալ ու առավելագույն 10 օր հետո կարող են դուրս գալ մարտական խնդիր կատարելու։ Ոչ ավել, ոչ պակաս այդ 5 գնդերը լուծարվում է։ Պետք է փաստերը, չէ՞։ Սա մասին ծեցում են, Վերլուծությունը բայց սա ինչ է, հետաքրքրում եմ, այո։ սա ուրեմն ինչի նշուն է, այսինքն եւ հաջորդը արդեն սա է ռազմական կոմպոնենտերով ասում, կա քաղաքական կոմպոնենտ, 15 թվականին Փաշինյան գրում է Ստեփանակերտում, ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հաջորդը Ալիևի հետ բանակցությունները սկսում է իր զորական կետից, սա քաղաքական կոմպոնենտներ են, հա, ես շատ եմ կարող, որտեղ վերջին հաշվում մարտի դաշտում ռազմական կոմպոնենտն է, հա, աշխատում, իսկ այսօր 27 սեպտեմբերի դա ռազմական գործողությունների նախաշեմն է, ուրիշ փաստ ասում, ռազմական կոմպոնենտով։ Փաշինյանը խոստովանել է, որ մի քանի օր առաջ իրենք իմացել են պատերազմի մասին, դա հրապարակավ է ասում։ Այդ դեպքում չի արվում։ Բոլոր զորամասերի անձնակազմ եւ ուրեմն տեխնիկա զինամթերքը բոլորը տեղափոխվում են պայստային տարածքներ։ Ցանկացած զորամաս ունի իր 1 կամ 2 պայստային տարածք, որը քողարկված է, որի մասին հակառակորդը չգիտի, տեղափոխվում են իրենց մշտական տեղակայման վայր զորամասում, ասենք ռետինից մակետներ կան, տեխնիկայի, ասենք հրանոթի, տանկի, հա, զրատեխնիկայի եւ այլն, հակաօդային պաշտպանության սարքերի կայանքների, որոնք առանձնապես մեծ թանկ գումար չարժեն եւ բոլոր երկրներում դա օգտագործում են։ Այսինքն դա հակառակորդին շեղելու համար։ Դա բերում դնում են զորամասերում, հիմնական տեխնիկան անում են եւ գնում են պայստային զորամասը, պայստային տարածքներ, ամբողջ ազատական եւ քողարկին է։ Հակառակորդը օդուժը հրթիռները աշխատում են այդ զորամասերն եւ արդյունքում ինչ է լինում։ Արդյունքում զորամասը չի դուրժում եւ մարտական խնդիրը զորամասը կարող է կատարել, ճիշտ է։ Ինչու՞ չարվել։ Հիմա եթե դուք մի քանի օր առաջ 3, 4, 5 օր, հա, որում այդ անձնակազմը ամբողջովին տեղափոխել, պատրաստել ու առավելագույն 1 օրվա գործ է։ Ես շատ եմ ասում։ Ինչ չար։ Ոչ կապս ինչ կարված։ Օրինակ նույն Արցախում մի քանի զորամասեր տեխնիկա անձնակազմ ոչնչացել են, երբ որ բոլոր տեղում են։ Հակառակորդը սկսել է օդուժը եւ հերարհետանն աշխատել, զենթարքերային կայանքներ աշխատել եւ մի մասը ոչնչացել է։ Ինչու՞։ Հարցեր են, չէ՞։ Եվ դեր քաղաքական կոմպոնենտին թող քաղաքական գործիչները ասեն, այսինքն իր ցախողումները, բանակցությունները, Յակոմինսկի խումբ 19 թվականի շատ է բարձրաձայնում Յակոմինսկի խումբը լավ առաջարկ է արել, սա մասին ես որքան գիտեմ առավել շատ բարձրաձայնում է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ասում է դե 19 թվականին քեզ առաջարկ են արել, չես բարձրաձայնում, ես չես էլ ասում։ 20 թվականին գործողությունները երբ սկսեց ռազմական, պաշտպանության նախարարը Հայաստանում չէր։ Այսինքն Փաշինյան Նիկոլը գիտի, որ մի քանի օր առաջ գիտի պատերազմը եւ պաշտպանության նախարարը չգիտեք որտեղ, Հայաստանում չի։ Ոնց է ձեր համար։ Հաջորդը պատերազմի ժամանակ մենք ունենք ռազմավարական դաշնակից։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը լինում է պատերազմը սկսելուց ուրեմն 12 օր հետո, հոկտեմբերի 7-ին։ Սկսում է սեպտեմբեր 27-ին, հա, եւ հոկտեմբերի 7-ին այդ օրը Ռուսաստան դաշնության նախագահի ծննդյան օրն։ Այսինքն մեր դաշնակցը դու զանգելու ասելու ոչինչ չունես, հետաքրքիր չէ։ Հաջորդը Ռուսաստանի դաշնության նախագահը հոկտեմբեր 19-ին առաջարկ է անում քրագի դադարեցման, ինչ տեղերում որ կան կանգնած, իրենք որպես իրաշխավոր այդ բանակցությունները եւ այլն բարվի, Փաշինյանը մերժում է։ Հետո է հիմնավորում, ասում է, եթե ես չմերժեի, ինձ դավաճան կասում։ Այսինքն մի խեղկատակ ինքը կշերքի նժարի վրա իր անձն է դնում, իր ոչ ու փուչ կյանքն է դնում, անիմաստ, անարժեք, օգտագործող կյանքը, մյուս կողմ մեր հայրենիքը եւ հազարավոր մեր զավակները։ Եթե ժամանակ կանգներ, նախ մեր կորուստները այդքան չէին լինի եւ մարդկային եւ տարածքային եւ վերջին հաշվով Ռուսաստանի միջնորդությամբ շատ ավելի դյուրին կլներ Արցախը որպես կողմ, բանակցային կողմ, հետո ինչու Արցախը չի ճանաչվել որպես
պետություն, որտեղ ճանաչելուց հետո Հայաստանը որ ճանաչում էր, Արցախի հետ կարող է ռազմաքաղաքական դաշինք կնքել եւ օրինական ձևով Հայաստանը զենք զինանթեր կանձնակազմ տալ Արցախին։ Բնականաբար, եթե մենք կնքում ենք, Ռուսաստան դաշինը որպես մեր ռազմավարական դաշնակից ինքը եւս պարտավորությունների դաշտեր չի մտնում։ Չի արվել։ Բայց այնուամենայնիվ նոյեմբերի 9-ի մի փաստաթուղթ է ստորագրվում, ըստ որի Արցախ գոյություն ունի տարածքային որոշակի կորուստներով, մարդկային կորուստներով, տեխնիկայի կորուստով, բայց Ադրբեջանը կարգով ավելին է կորցրել։ Եվ Հայաստանը ուղիղ միջանցք, ոչ թե ճանապարհ, միջանցք, որի մեջ մտման նաև ճանապարհ։ Եվ այդ միջանցքը վերահսկում է Ռուսաստանի Դաշնության խաղապահ զինված ուժերի խաղապահ ստորաբաժանումները։ Նոյեմբերի 9-ով Արցախում էր ինքնապաշտպանության իրավունք, զենք, զորք, փոքրաթիվ բծունով եւ Հայաստանի հետ կապ։ Հիմա ինչ անում Փաշինյանը։ Այսինքն իրականում եթե մենք գնահատենք, ես համակարծիք չեմ այն բոլոր զգացմունքային գնահատականներից, որ ասում են 20 թվական նոյեմբերի 9-ին մեր կապիտուլյացիան չի եղել այդպիսի բան։ Ով իմ ասածների վրա կասկածում է, թող նայի 1945 թվականի մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի կողմից կապիտուլյացիոն պայմանագիրը, որտեղ գերմանացիների կողմից ցամաքային զորքերի համատեղ գեներալ Ֆելդմարշալ Կետելը ստորագրեց։ Թող նա ինչ ասել է կապիտուլյացիա։ Արցախը Հա, բայց ասում եմ մեր դաշնակից ընկերները մեզ չպաշտպանեցին։ ուրեմն հիմա ես գալիս եմ նոյեմբերի 9-ին, ես փաստն եմ արձանագրում։ Ուրեմն սա շատ կարևոր է եւ ես կարևորում եմ նաեւ այս տաղավարից դրա մասին խոսել, հաշվանալով նաեւ ուղղվածություն, հա։ Ինչ ասել է հաղթանակը պարտություն։ Ցավոք սրտի մեր ժողովրդի մոտ դա սուբյեկտիվիզմի մեծ դաշտում է գտնվում։ Ուրեմն պատերազմում հաղթանակ կոչվում է այն process-ը, որտեղ երկրի քաղաքական ղեկավարությունը մարտական խնդիր է դնում իր ռազմական ղեկավարության առաջ, ասեմ, իրականացնել այս գործողությունները։ Եթե այդ գործողությունները լոկալ չեն, տեղային չեն, այլ համապարփակ են դիմացի երկրի հաղթելու, ծնկի բերելու եւ դա զինված ուժերը ոչնչացնելու, նրա մայրաքաղաքում կառավարման շենքի վրա իր երկրի դրոշը բարձրացնելու, դա պատերազմ է։ Հիմա Ադրբեջանի ղեկավարությունը իր զինված ուժերի առաջ քաղաքական ղեկավարություն դրել է նման խնդիր Արցախի գրավել։ Եվ Ստեփանակերտի նախագահի նստավարի վրա Ադրբեջանի դրոշը բարձրացնել եւ բնականաբար Արցախի ժողովուրդը տեղ կամ կմնա, կամ չմնա, բայց զորք, զենք, զինանթեր, պաշտպանություն դե չունենա։ Այսինքն ամբողջովին ջախջախ է, չէ՞։ Հիմա հարց եմ տալիս նոյեմբերի 9-ի նման բան եղել է, չէ՞ չէ։ Ուրեմն գնահատում ենք այսպես, նվազագույն Ադրբեջանը չի հաղթել նոյեմբերի։ Հիմա հաջորդը, երբ հաղթեց Ադրբեջանը, երբ ռազմական ղեկավարությունը այդ հարցը լուծեց 23 սեպտեմբերի 19-ին, իսկ ինչ լուծեց, ինչ հնարավորություն իրեն ընձեռվեց մի հնարավորություն, մի քաղաքական որոշում, որի մասնակից է Փաշինյան Նիկոլը, երբ 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան Նիկոլը Ֆրանսիայի նախագահի եւ Եվրախորհրդի նախագահի ժամանակ Շարլ Միշելի միջնորդությամբ ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, որը ալևին իրավունք տվեց Արցախի նկատմամբ իրականացնել ոչ թե պատերազմական, այլ հակաահաբեկչական գործողություն։ Այսինքն այդ տարածքը եթե Ադրբեջանի մաս է եւ այդ տարածքում գտնում են զինված մարդիկ, որոնք չեն ենթարկվում Ադրբեջանի ղեկավարությանը, ռազմաքաղաքական, ուրեմն իրանք կամ օկուպանտ են, կամ ահաբեկիչ են եկել տարածքին չեն իրավեր։ Հա, բայց միջև այդ ասեք, որ Արցախը շրջափակման մեջ էր մնացել։ Ուրեմն հիմա շրջափակում, հա, Արցախը հենց այնպես չէ շրջափակվել։ Ես վականին շատ լավ գիտեմ ինչպես այդ process-ը սկսեց, ովքեր սկսեցին, ինչու հնարավորություն տվեց Հակարի կամրջի վրա ադրբեջանցիները ունենան առավելություն, դետալներով գիտեմ, ժամերով գիտեմ եւ իմ բոլոր փաստարկներին իշխանությունները որևիցե հակափաստարկ չեն դրել։ Այդտեղ այդ տարածքում, որտեղ ռուսական կողմն էր, ուրեմն վերահսկողություն իրականացնում, Հայաստանի իշխանությունների եւ ես իմ ամեն ասացի համար պատասխանատու եմ։ Հայաստանի իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունների համատեղ օպերացիայի արդյունքում ռուսական կողմին այդտեղից դուրս տվեց։ Շրջափակումը սկսեց 22 թվականի
Դեկտեմբերի 2-ին Շուշի քաղաքի մոտ, երբ որ ռուսական կողմը եւ ադրբեջանական կողմը ունեին անցակետ, առաջին անգամ ադրբեջանցի իբր բնապահպանները այդտեղ կանգնեցին։ Ուրեմն նայեք, 22 թվականի հոկտեմբերի 6 Պրահա, դեկտեմբերի 2, այսինքն 2 ամիս հետո սկսում է շրջափակման օպերացիա, որին Հայաստանի իշխանությունը եւ Արցախի իշխանությունները համաժետ չեն պատասխանում։ 10 օր հետո, դեկտեմբերի 12-ին Շուշի մոտ ամբողջովին են փակում, բայց ադրբեջանցիները պետք է հակառի կամուրջի մոտ նաև փակել, չէ՞։ Եվ այդ փակման օպերացիային ուղղակի մասնակցություն ունեցել Հայաստանի օրվա իշխանությունները փակելու համար։ Հայաստանի իշխանությունները, ես իմ ասածների համար պատասխանատու եմ, իրենք օգնել են ադրբեջանցիներին, որպեսզի ռուսական կողմին այդտեղից դուրս տնեն, վերջնարդյունքում եւ ադրբեջանցիները 100% հակառի կամուրջի մոտ փակել։ Այն հայտնի միջադեպը որ եղավ, հայկական կողմը ակնհայտ կեղծիքներ է տարածում։ Ես իմ աղբյուրներով ճշտել եմ իրականությունը որն է, այդ հայտնի դեպքի օրը եւ դրանից հետո ես բարբերաբար ասում եմ, թե ինչպես է դեպք եղել։ Հետո ռուսական կողմը ինչ որ ժամանակ հետո, երբ որ ադրբեջանական կողմը որոշակի առումով հետ է քաշվում, ռուսական կողմը տեսագրություններ է դնում, թե ինչպես է իրականում եղել եւ այդ տեսագրության տեղեկատվությունը ամբողջովին համապատասխանում էր իմ ասածին։ Այսինքն ես որ ասում եմ, հիմքեր ունեի ասելու։ Եվ այդ կամուրջի փակումը իրականում նպատակ ուներ ամբողջովին 100% բլոկադել մեջ տունել։ Այստեղից մեքենաներ են գնում Եվրամիության պաշտոնատար անձանց շոուներով եւ այլն, որ իբրև Ղարաբաղ չմտներ, չմտավ։ Բայց ռուսական կողմը ուներ չէ պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, որ Ադրբեջանի տարածքով Արցախ մտնելու է Ռուսաստանի բեռներ, ոչ Ադրբեջանի հումանիտար, ճիշտ է։ Հայկական կողմը ադրբեջանական կողմի հետ փայլուն կերպով նայեք դա ձախողեց։ Այսինքն պետք է շրջափակում, որ տեղի բնակչությունը արդեն շուրջ 11 ամիս հոգեբանական, նյութական, սնունդ եւ այլն առած օգնության բարոյազրկվեր։ Եվ դիմադրությունը այնպես չլներ, ինչպես ենթադրենք 11 ամիս առաջ, հա։ Այսինքն ես այն ինչ որ ասում եմ, սա դեպքերի ընթացքն է, որտեղ Արցախը պետք է գրավվեր 20 թվականի նոյեմբերի 9-10-ին, որը չեղավ, հաստատվեց ռուսական կողմի կոշտ միջամտությամբ եւ հայերը երբ որ պահեցին, այնուամենայնիվ մենք տարածքային կորուստներով մենք պահեցինք այդ մասը։ Հիմա 2 տարի հետո, 3 տարի հետո, 23 թվականի արդեն սեպտեմբեր 19-ին մենք այդ տարածքները կորցրեցինք։ Ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ այն տարածքները, որը այլևս Փաշինյանը իր վարչակազմը համարում է Ադրբեջանի տարածք, արգելում է պետական բոլոր հաստատություններում Արցախի դրոշը դնել, Արցախի մասին խոսել ընդհանրապես։ Արցախը դա Ադրբեջան է։ Արցախը մեր ինքնիշխանության համար բեռ է եղել, որից Փաշինյանը ազատվել է, ընդ որում դա ինքն է ասել օգոստոս ամսին, անցած տարի, բեռ, որից ազատվել է, եւ մենք վերականգնել ենք ինքնիշխանություն։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ է ասում Փաշինյանը 20 թվականի սեպտեմբերի 27-ին կռվի առաջին օրը, 1 ժամ հետո, երբ որ Ադրբեջանը առավոտյան 7:10 հարձակում է։ Նաև ուշադրությունը ինձ լսողներին եմ հրավիրում։ Մենք պարտավոր ենք հաղթել, ասում է Փաշինյան Նիկոլը։ Եվ դրա համար կա միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի եւ մեր անցյալի, մեր ինքնության եւ մեր արժեքների պաշտպանության դիրքերից։ Կեցցե Արցախի հանրապետությունը, կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցե հայոց թուրքը։ Նիկոլ Փաշինյան 27 սեպտեմբեր 2020 թիվ։ Եթե ես սա չկարդայի, որ Նիկոլ Փաշինյանն է, վստահաբար ում որ հարցնեի, ասեմ, չէ, Նիկոլը ոնց կարող ասեմ, Նիկոլը Արցախ հանձնող է, չէ, մեր ինքնությանը հարվածող արժեքները չի պաշտպանում, անցյալը փորձում է ուրանալ ցեղասպանություն, Արցախ որպես այդպիսին գոյություն չունի, պատմություն ուրանում է, հողերը հանձնել է, բայց սա ասում է Փաշինյան Նիկոլը 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սա ինչի համար եմ ասում։ Արցախի հանձնումը նախապատրաստվել է 18 թվականից, երբ Փաշինյանին բերեցին իշխանության, ես գոնե ռազմական առնվազն 8 փաստ բերեցի կոմպոնենտ, որով դրա նախադրյալները կար։ Պատերազմի ժամանակ պատերազմը չի կանգնեցնում, պատերազմից հետո տարածքները հանձնում, որտեղ նոյեմբերի 9-ով չկար հանձնելու, հա, Գորիս Կապան կարևոր
ճակատեն հատվածում 20 կիլոմետր ճանապարհ, Լաչին Քելբաջարը անցնում, չէ, սկզբից Քելբաջար, հետո Լաչին։ Ես գիտեմ ձեր պատասխանը թեև ակնհայտ է, բայց համարում եք այսօր Արցախի հարցը փակված։ Ոչ, Արցախի հարցը երբեք փակված չի, դրա համար գոնե առնվազն մի նախապայման կլինի։ Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները երբևիցե եւ իրենց զավակները, իրենց ժառանգները կցանկանան վերադառնալ։ Իմ ասածը հիմնավորեմ հրեա ժողովրդի իրենց հայրենիքը կորցնելուց հետո 2000 տարի աշխարհի տարբեր ծեգերում ապրելով, ցեղասպանվելով, պայքարելով, մաքարելով, բայց իրենց հայացքը միշտ դեպի Երուսաղեմն էր։ Իրենց խաղաղության քաղաքը, Աստծո ստեղծած քաղաքը եւ 2000 տարի հետո իրենք վերադարձան։ Այսինքն այստեղ առաջնահերթը ամենակարևորը թե հայը ցանկանում է վերադառնալ Արցախ թե ոչ։ Եթե ցանկանում է վերադառնալ, դրա համար ինչ է պետք անել, սկսում են անել։ Իսկ եթե ավելի առարկական, եթե այսօրվա պահով ասել, ստեղծված աշխարհաքաղաքական այն վիճակը, որը մեր տարածաշրջանում կա, սկզբունքորեն ես չեմ բացառում, որ Ադրբեջանը հայտնվի երկու լուրջ իր հարևան պետությունների հարվածների ներքո, խոսքս Ռուսաստանն է եւ Իրանը։ Այն քաղաքականությունը, որ հիմա Ադրբեջանը վարում է, սպասարկում է մեծ թուրան պրոյեկտը, սպասարկում է Բրիտանիայի շահերը, հա, ես չեմ բացառում, որ կամ Ամերիկայի շահերը, եթե Իրան դեմ պատերազմի, եթե Բրիտանիայի շահերն է սպասարկում Ռուսաստան դեմ ճակատի, բարձրին ժամանակ այդ Ադրբեջան պետությունը կարծում եմ, ինչպես արհեստական ստեղծվել էր, այդպես բնականորեն կփակվի։ Եվ այդ ժամանակ մեզ հայերիս Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախում մեր քույրերին եղբայրներին ռեալ հնարավորություններ կարող է բացվել այդ վերադառնալ։ Սա մի տարբերակ, մի սցենար, երկրորդ սցենարը, եթե այնուամենայնիվ Ադրբեջան պետությունից ինչ-որ բան մնալու է, Ռուսաստանի համար շատ կարևոր է հյուսիս-հարավ միջանցքը, իր տնտեսության տեսլական ռազմավարությունը ամբողջովին հյուսիս-հարավի վրա է նստած։ Տարեկան 10 միլիարդ տոննա տրանզիտ ապրանք տեղափոխվի։ Ամենակարճ ճանապարհն է Ռուսաստանից Իրան, որտեղ հետո նրանից հետո տեղափոխված ապրանքները Իրանից տեղափոխվում են դեպի Հնդկաստան, դեպի Պարսից ծոցի երկրներ, դեպի անգամ Աֆրիկա։ Հանգուցային երկիրը Իրանն է։ Ադրբեջանով երկու ճանապարհ է։ Պետք է կառուցվեր այդ հյուսիս-հարավ միջանցքը։ Հիմա եթե Ադրբեջանի նախագահի կեցվածքը, եթե մենք ուշադրություն դարձնենք, մեղմ ասած ոչ միայն բարեկամական չի Ռուսաստանի, այլև թշնամական, ճիշտ է։ Եվ այստեղից հետևություն։ Արդյոք Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է վստահել մի պետության, որի այդ 22 թվականին 2022 կնքում է ռազմավարական գործընկերության պայմանագիր, ընդհանրապես 3 տարի հետո այդ պետությունը իր նկատմամբ թշնամական քայլեր անում։ Բայց քանի որ Ռուսաստանը մեր հյուսիս-հարավը կենսական է, իսկ ինքը միևնույն է ճանապարհները կառուցելով, իր համար կարևոր ինչն է այդ ճանապարհների վրա ունենալ հսկողություն։ Իսկ հսկողություն ինչպես պիտի ունենա, զորքով։ Իսկ զորք ինչ պատրվակով պետք է Ադրբեջանի տարածք մտցվի։ Ես այստեղ ունեմ իմ մոտեցումը։ Արցախ վերադարձած 120,000, ես չեմ բացառում մի 100,000 Ռուսաստանի Դաշնությունից ծագումով արցախահայեր արմատներով, մի 200-250,000 արցախահայեր, որոնք ցանկանում են վերադառնալ եւ բնակվել իրենց բնորանում Արցախ աշխարհում, իսկ այդ քաղաքացիների, որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, անվտանգությունը տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Ես կարծում եմ, այս սցենարը ես սկզբունքորեն չեմ բացառում, որ ինչ-որ մի բան դառնա խիստ իրատեսական։ Այնպես որ հավատով հույսով պետք է լսեն մեր քույրերն ու եղբայրները, այդ թվում ամբողջ հայությունը, որովհետև եթե վերադարձի հնարավորություն կա, ապա գոնե մեզ ոչ արմատներով Արցախ աշխարհից հայերիս չի արգելվի, չէ, եթե մենք ցանկանանք գնալ եւ բնակվել մեր պատմական հայրենիքի մի գավառում Արցախ աշխարհում։ Հիմա վերադառնանք նաև ներքաղաքական իրավիճակին, կուզեմ մի բան հարցնել, համարում եք, որ իսկապես խաղաղություն է, որովհետև մեզ պարբերաբար այս խաղաղությունը կերակրում է ներկայիս իշխանությունը։ Ասում են խաղաղություն ենք բերել, ինքնիշխանություն ենք բերել, 4-րդ հանրապետություն է հռչակում, ի վերջո այս իրավունքը ունենա։ Ես ասեմ այսպես, նախ մեր տարածաշրջանում պատերազմ
լինել չլինելու որոշումը չի կայացվում։ Առաջին Հայաստանի Հանրապետությունում, երկրորդ Ադրբեջանի Հանրապետությունում, երրորդ Թուրքիայի Հանրապետությունում այդ որոշումը նվազագույնը կայացվում է Լոնդոնում եւ Վաշինգտոնում, կամ առանցին կամ միացյալ։ Նույնպես որ եթե Հայաստանի օրվա իշխանությունները ասում են, որ այլևս պատերազմ չի լինելու, առնվազն պոպուլիստ իրենք չեն որոշել այստեղ կռիվ լինի, թե չէ։ Եթե ենթադրենք Բրիտանիան որոշեց, որ Ռուսաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի, օրինակ Ալեն Սիմոնյանի կարծիքն է հարցնել, ասել տղա ջան, դու քանի որ ասել ես կռիվ չի լինի, ես հոգու խոսքը գետնովը չեմ տա, ես կռիվ չեմ անում, հա։ Այդպես չի լինելու։ Սա առաջին ինչ պատերազմ լինել չլինելու խաղաղության հետ կապված։ Երկրորդ, եթե մեր հարևանը ցանկանում է մեր հետ խաղաղության պայմաններում ապրել, ապա իր լրացուցիչ սպառազինվելը, զինանկարծ անձնակազմի թվաքանակի մեծացումը ինչի համար է, արդյոք դա մեզ համար սպառնալիք չի, երկրի սպառնալիք է։ Իսկ ինչու ենք մենք փոքրացնում այդ բառագարը։ Որպեսզի մեր հիմա ես ասեմ, եւ երրորդ, երբ այստեղ Ռուսաստանին փորձում են փոխարինել որպես միջնորդ խաղաղ պետություն Միացյալ Նահանգներին, հայտնի այդ Տրամպի ու հետ կապված Միացյալ Նահանգները արդեն տարածաշրջանում հայտնվել։ Այդ դեպքում հարց եմ տալիս, եթե Տրամպը եւս խաղաղության աղավնի է աշխարհում, այսպես խորցում Երևան կամ Ամերիկա պետությունը, այդ դեպքում ինչու է օգոստոսի 8-ին հայտնի եռակող հայտարարությունից հետո հանել 907 բանաձև Ադրբեջանի, որտեղ արգելք կար, որ Ադրբեջանը ուղղակի չէր կարող գնել Միացյալ Նահանգների կողմից արտադրված զենք զինամթերք, ուղղակի հանել։ Իհարկե ադրբեջանական կողմը գնում էր միջնորդավորված, բայց կրկնակի եռակի գներով թանկ էր։ Հիմա եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ուզում է խաղաղություն, ինչու է արգելքը հանում, այսինքն Ադրբեջանը լրացուցիչ զինում է, հա։ Հիմա ձեր հարցը ասեմ ձեզ, որ մեր բանակի թվաքանակի կրճատումը, բյուջեի ռազմական ծախսերի կրճատումը միտված է բերել մեր բանակը մի վիճակի, որտեղ ուղղակիորեն ադրբեջանական բանակի 80-ից 100,000 անձնակազմը այսօր, անհրաժեշտության դեպքում մոտ 200,000 ադրբեջանը կարող է բանակ անել, երբ փորձի իր պայմանները այս կամ այն ձևով Փաշինյանի այոից հետո ժողովուրդը եւ քաղաքական ընդդիմադիր ուժերը ընդդիմանալ, որ ասեն այդ զիջման մի գնալ Փաշինյանը չի մնավորն ասի, եթե ես չգնամ զիջման, ապա մեր բանակը տեսականորեն 10,000-անոց է, անպատասխան սպառազինությամբ Ադրբեջանը 10 անգամ ավելի։ Եթե ես չկատարեմ, Ադրբեջանը ուժով է վերցնելու։ Այնպես որ ես ստիպված եմ կատարել։ Հիշում եք Կիրանցի ոսկեպարի մոտ, երբ տեղի բնակիչներին ասում էր այդ տներից պիտի դուրս գաք, եթե դուրս չեկաք, այս տարածքները եթե մենք չտվեցինք, ուրեմն Ադրբեջանը ուժով է վերցնելու պատերազմը, հիշում եք, չէ՞։ Այսինքն Ադրբեջանի նախագահի սպառնալիքները Հայաստանում բարձրաձայնում էր ոչ հաստիկային, արտահաստիկային Ալիևի խոսնակ, մամուլի խոսնակ Փաշինյան Նիկոլը։ Ալիև անգամ չէր ասում ես պատերազմ կանեմ։ Չէ, Փաշինյանն էր ասում, եթե մենք այդ տարածքներից դուրս չգանք, որ Ադրբեջանը ուժով է վերցնել, ճիշտ է։ Ուրեմն մեր բանակի թվաքանակի կրճատումը դա հստակ պայմանավորված կապիտուլյացիայի ակտերից մեկը բանակ չունենալը կամ ունենալը այն թվաքանակով եւ սպառազինությամբ բանակ, որը մրցունակ չի լինի պատերազմի ժամանակ քո հարևան պետության հետ, այսինքն կպարտվի ակնհայտ։ Հիմա Փաշինյանը մեր բանակը բերում է այդ թվաքանակի, այդ սպառազինությանը, որ վաղը եթե պատերազմ լինի, Փաշինյանն ասի ես դի զիջեմ, եթե ոչ Ադրբեջանը 100%-ով հաղթելու է։ Այդ դրա համար է կրճատում, որտեղ ինքը Ադրբեջանի նախագահի ցանկացած պայման ինքը կատարելու է, այդ թվում նաև 300,000 փախստականների վերադարձ, որոնց թվաքանակը այդ 300,000 Ալիևը ասել է 90-ականներին, երբ մինչև 91 թիվ Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիներ, այդպես չի։ Իդեպ շրջանառվում էր, որ արդեն փաստաթղթերներ են պատրաստ Ադրբեջանում եւ նրանք պատրաստ են։ Այո, եւ դա այդպես չէ, եթե դան գալիս են մոտ 100,000 են դուրս եկել, բայց ինչեւ ընդունենք Ալիևի ասածը 5, դան ժառանգներով միլիոնից ավելի մարդ է լինելու։ Իսկ 1 միլիոն մարդ եթե եկավ Հայաստան, որտեղ պիտի ապրի, ինչ որ միտեղ պիտի ապրի, ինչ որ տարածքներ մենք դիտանք, այդ մարդիկ այստեղ աշխատել են, տուն են ունեցել եւ այլն, անվտանգություն ապահովված է եղել, Փաշինյանը կարող է այդ ամեն ինչը ապահովել, ասում են ոչ, վարկեր անվերցնելու,
Այդ 300,000-ը, որ հետո միլիոն կես է դառնալու, դրանց համար անհրաժեշտ պայմաններ։ Անվտանգության համար Թուրքիան կարող է զորքեր բերել, որ այդ մարդիկ նորմալ ապրեն։ Դուք որպես ազգային փոքրամասնություն Հիմա դուք իմ մտքերը հաստորեն այո կարծում եք, եւ վերջին արդյունքում իրենք դառնան 1.5 միլիոն, այստեղ հայերի մի մասը դուրս է գալու վստահաբար, առավել եւս, որ օգոստոսի 8-ին այս տարի Վաշինգտոնում կնքված այդ նախաստորագրած փաստաթղթի 9-րդ հոդվածը շատ ծանր հոդված է նշանակում։ Ես ընդհանուր գծերով ասեմ, իմաստը հետևյալն է. Ալիևը մինչև ասում է 10,000 90-ականներին Ադրբեջանի քաղաքացիներ անհետ կորել են, մոտ 10,000։ Ուր են դրանք։ Սպանել եք, թաղել եք, այրել եք։ Մասունքները հետաքննություն մեղավորներին պատժել, Ալիևը։ 9-րդ կետ դրա մասն է։ Եվ դուրս է գալիս, որ 10,000 մարդու սպանության, առևանգման, չգիտեմ, գնդակահարության, մարմինը այրելու եւ այլն, մի 30-40 հազար Հայաստանի քաղաքացի կարող է պատասխանություն կրել։ Իրանք է քննություն, այս ԱԱԾ-ի տնօրենը, որ գնացել էր Բաքու, ինչու ոչ մի բան չի ասում, չի համարել գնաց։ Ես կարծում եմ առավել հավանական է սրա համար, այսինքն ճշգրտումներ է գնում, թե ինչ էտապներով քանի հոգու Հայաստանը պետք է արտահանձնի Ադրբեջանին։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը, նախագահներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, շտաբի պետեր, գեներալիտետ, ավագ սպայակազմ, կրսեն սպայակազմ, ազատամարտիկներ, բիզնեսմեններ, որոնք ապօրինի Ադրբեջանի տարածքում բիզնես են արել Արցախում, հա, եւ այդպես մի քանի տասնյակ հազար Հայաստանի քաղաքացի։ Չեք կարծում, որ այդ հայերը, եթե Հայաստանում ստեղծվի 4 հանրապետության ավանդակ Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միացյալ պետություն, այդ հայերը ստեղ չեն մնալու։ Եթե իհարկե Փաշտյան չկարողացան հեռացնել իշխանությունից, դուրս են գալու այստեղից։ Այստեղ դեմոգրաֆիական լուրջ ճգնաժամ կարող առաջանալ, այսինքն այնպես լինի, որ հայերը կարող է իսկապես փոքրամասնություն լինել։ Երկը պատճառը վերացնելը, իսկ պատճառը ոչ միայն Փաշինյանը եւ իր խմբակը, այլ իրավիճակի ոչ համարժեք գնահատականը։ Ես վստահաբար եմ ասում, մեր ընդդիմության շատ ներկայացուցիչներ, քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք գնահատում են, որ սկզբունքորեն այս բոլորի սկիզբը եւ վերջը պատճառը Փաշինյանն է, ես այդպես չեմ գնահատում, ես գնահատում եմ Փաշինյանը գործիք է, իրականում Հայաստանը այս բան օկուպացված տարածք է Ադրբեջանի Թուրքիայի կողմից եւ իր վերադաս Բրիտանիայի կողմից եւ ցանկացած երկիր իրավունք ունի ժողովուրդ ազատագրման համար մղել ոչ թե քաղաքական պայքար, այլ ազգային ազատագրական։ Օկուպացիան քաղաքական պայքարով կամ ընտրություններով չեն փոխում, եթե երկիր գրաված է։ Իսկ որպեսզի մասոցը այդպես խիստ վերացական չլինի գրավելու պահով, հա։ Ճիշտ է, ադրբեջանական ոստիկանության ներկայացուցիչները մեր բնակավայրում չեն շրջում, եթե շրջեին ակնհայտ կլներ, չի իմ ասած, այսպես ասում կլներ։ Բայց փոխարենը այն, որ Փաշինյանը հլու հնազանդ կերպով 20 թվականի նոյեմբերի 9-ից բացահայտ կերպով կատարում է, ինչը թաքուն էր կատարում, այդ նախարարությունների փակումը, բանակի հետ կապված, դա թաքուն էր։ Հիմա բացահայտ կերպով կատարում է Թուրքիայի Ադրբեջանի պահանջները, այդ թվում ցեղասպանության հետ կապված, այդ թվում սահմանության փոփոխության հետ կապված, այդ թվում ատոմակայանի փակման հետ կապված, որի վերաբերյալ ինքը ոչ երկիմաստ կերպով, հա, այսպես բարձր ձայնումը։ Այսինքն, եթե Հայաստանի օրվա իշխանությունները, որը օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն են, իրենք կատարում են մեր երկու հարևանների պահանջները, ուրեմն մեր պայքարը ոչ այդքան եւ ոչ առաջին հերթին Փաշինյան Նիկոլի, այլ այս տարածքը օկուպացնող պետությունների դեմ է։ Անձի դեմ չի։ Բայց որ պայն մենք գիտակցենք, որ իսկապես մեր երկիրը գրաված է, մեր մոտիվացիան պայքարի եւ մեր գործիքակազմը հակո փոխվել։ Որտեւ եթե այդ գիտակցումը գնահատումը չկա, մենք ասում ենք, չէ, Փաշինյանին կհեռացնենք ընտրություններով։ Իդեպ ասեմ, ընտրությունների հետ կապված տեղական ինքնակառավարման մարմիններում մի քանի տեղեր ընդդիմությունը հաղթեց, չէ՞։ Իսկ օկուպացիոն ռեժիմը կարող է թույլ տալ ոչ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը երկի ինչ որ մասում ունենա իշխանություն, իհարկե ոչ։ Ահավասիկ օրինակներ են բերում, Վանաձորի ընտրություններ ընտրվեց քաղաքապետ ընդդիմությունից, մի քանի տարի բանտում անցկացրեց, նորա դուրս եկել։ Եվ իրենց ԿՊ-ի ներկայացուցիչն է քաղաքապետ։ Ճիշտ է, ԺՊ-ը ժամանակավոր պաշտպանական, ոչ կապ ունի։ Հաջորդը Գյումրիում երկրորդ քաղաքն է։ Ընտրություններ հաղթեց ընդդիմությունը։ Վարդան Ղուկասյանը տղայի նկատմամբ քրեական գործեր հարություն, վաղթեշ փորձել է բանտ նստացնել։ Մի քանի օր առաջ
հաստորեն գնդակահարվեց ընդդիմության կողմից հաղթանակ տարավ Փարաքարի համայնքի ղեկավարը սպանությամբ։ Էջմիածնում նոյեմբերի կեսերին ընտրությունները քաղաքապետ ավագանի ամեն ինչ անելու, որտեղ բնակության թվականակով այդ համայնք տեղադրությունները 4-րդն Հայաստան։ Այսինքն երկրորդը Գյումրին, երրորդը Վանաձոր, 4-րդը ինքն է, ամեն ինչ անելա, որ այդտեղ ուրեմն ընդդիմություն չհաղթի։ Ավելին ասեմ, ընտրությունների ժամանակ համապետական, ասենք խորհրդանական կեղծիքները հասնելու են մինչև աստղեր։ Ավելին ասեմ, եթե անգամ կեղծիքներով հանդերձ ընդդիմության տեխնացուն հաղթի, Հայաստանը կլինի Ռումինիայի տարբերակը, որտեղ ընդդիմության ներկայացուցիչը հաղթում է, Եվրամիությունը ասում է, չէ, մենք չենք ընդունում դրան, որ ընտրություններ, սա մեր սրտի ուզած նախագահը չի։ Լավ եկեք լավատեսությամբ գոնե փակենք հաղորդումը։ Ինչ անի քաղաքացին այսօր։ Ես ասում եմ, քաղաքացին ինքը զինվոր է։ Մեր երկրի քաղաքացին զինվոր է։ Այստեղ հիմնական պատասխանատվությունը քաղաքական ընդդիմության վրա է։ Իրենց մոտ պետք է լինի իրավիճակի նույնական գնահատական, որտեվ եթե դու իրավիճակը նույնական չես գնահատում, քո ճանապարհները եւ գործիքակազմը տարամիտում են։ Նույն հարթության մեջ չի, նույն դաշտում չի, նույն խրամատում չի, այսպես ասենք, պատերազմի տերմինով, եւ հաջողություն չի լինի։ Որ պահին գնահատվեց իդեպ ի ուրախություն նաեւ մեզ լսողների, ասեմ, ես 3 առաջին անգամ ազգային ժողովում, երբ որ impeachment-ի հետ կապված ուրեմն ելույթներ էր եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչը, ասենք, հայ-հեղափոխական դաշնակցության Հայաստան յուրո ղեկավար Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրանք եւս միանում են, միասին են եւ այլն։ Ես 2 ելույթ լսեցի, ոչ անհայտ մարդկանց, ոնց մեկը Հայաստանի նախկին վարչապետ Բագրատյանն էր, հրապարակավ Փաշինյանի եւ իր իշխանությանը ավանեց հակառակորդ։ Ոչ թե մրցակից։ Օրինակ ընտրություններում մրցակիցն են, չէ, մրցակցում են։ Հակառակորդը թշնամու ավելի ցածր աշճոն է։ Ես ասում եմ, ասում եւ կասեմ, Հայաստանում իշխանություն վերցել են թշնամիները։ Սա իդեպ ասեմ ի ուրախություն ինձ, որ իրավիճակը աշճանաբար մեր հայտնի դեմքերը հասարակական մեծ լսարան ունեցող անձինք, նախկին պաշտոնատար անձինք իրավիճակը համաշեք են գնահատում։ Այն որ պահին համաշեք լինեն, դες վստահեցնում եմ ընդհանուր հայտարարի շատարակ կգտնվի։ Բարի, ես երեք նաև լսեցի այդ լսումների ժամանակ միասնության կոչեր, հուսամ իրոք միասնությունը մեզ կբերի մեկ ընդհանուր գաղափարի պայքարել հանուն հայրենիքի եւ ունենալ իրոք արժանապատիվ հայրենիք։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։